Սպասվող լրահոս, իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել։ Armenpress-ի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը։ Բարև ձեզ, Armenpress պետական լրատվական գործակալությունը լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում։ Հայաստանի ոստիկանության բարեկապահական ծառայության գնդի տարածքում զինված հարձակումը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում։ Քաղաքական, հասարակական, մշակութային գործիչները վերլուծում են պատճառները, անդրադառնում են խնդրի հնարավոր հանգուցալուծմանը, ինչպես նաև միջազգային արձագանքին։ Երևանում կատարված զինված միջադեպից բխող հնարավոր զարգացումների վերաբերյալ այսօր հուլիսի 19-ին իրենց դիտարկումներն են ներկայացնելու Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը եւ այլք։ Լրահոսի առանցքում են նաև Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները։ Հուլիսի 16-ին զինվորականների կողմից նախաձեռնած եւ ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո իրավիճակը երկրում շարունակում է լարված մնալ։ Երկրում անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվում։ Ստամբուլ է բերվել ոստիկանական հատուկ նշանակության ջոկատների 1000-ից ավելի մարտիկ։ Ստամբուլի օդային տարածքում Էրդողանի կարգադրությամբ պտտվում են կործանիչներ իրավիճակը վերահսկելի պահելու համար։ Ամփոփվում են 2016 թվականի հունվարին մեկնարկած Շվեյցարիայի, Գերմանիայի եւ Հայաստանի միջև արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագրի առաջին փուլի արդյունքները։ Արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագրի առաջին մասնակից էր ընտրվել նկարիչ Արման Վահանյանը։ Նախագծի երկրորդ մասնակիցն է շվեյցարացի արվեստագետ Սիլաս Հայցմանը, ով հուլիսի 4-ին հյուրընկալվել է Երևանում մշակույթների երկխոսություն կազմակերպությանը։ Կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը, նկարիչ Արման Վահանյանը կխոսեն ծրագրերի արդյունքների մասին։ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ապրել խաղաղ խորագրով համերգային ծրագիր կանցկացվի։ Ներկա կլինեն խաղաղության եւ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած ազատամարտիկների երեխաները, ապրիլյան պատերազմի օրերին հերոսացած զինվորների ծնողները։ Համերգային ծրագիրը նվիրված է մեր հայրենիքի սահմանին կանգնած զինվորին եւ երկրի խաղաղությանը։ Միջոցառման ընթացքում տեղի կունենա նաեւ հերոս մարտիկ երգի պրեմիերան նվիրված ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։ Արամ Խաչատրյան համերգասրահում էլ կկայանա Ջակոմո Պուչինիի Բոհեմ օպերայի բեմականացված համերգային կատարումը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի եւ վոկալ երգչախմբային դպրոցի երգչախմբի մասնակցությամբ։ Այս եւ այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքեջում եւ լսել լրատվական ռադիոյի եթերում։ Հետևեք մեզ Twitter-ում եւ Facebook-ում։ Դուք լսեցիք սպասվող լրահոսը, իրադարձություններից առաջ ընկնելով ներկայացրեց Armenpress լրատվական գործակալության թղթակից Աննա Գզիրյանը։ Armenpress իրադարձությունից քայլ առաջ 1918 թվականից։